ինչ որ ճակատագրական է լինում քո ու քո ընտանիքի համար։ Արցախցի Էլենը 3 տարեկան էր Մարաղայի ջարդերի ժամանակ։ Իրենք Մարաղայի հարևան Մարգուշևան գյուղում էին։ 32 տարի առաջ այսօրը թողեց Արցախը։ Խառնաշփոթ էր ու մայրս, քեռիներս, ամբողջ ընտանիքը չէր կարողանում պապիկին համոզել, որ պետքա դուրս գա, որովհետև պապիկը ասում էր, որ ծնվել, ապրել ու մահանալու է այնտեղ, որտեղ որ ինքը ծնվել է։ Առաջին ուղղաթիռով իրեն մոր հետ ուղարկել են Հայաստան, տատը մի պարկ էր տվել մոր ձեռքը։ Մեջը իրենց Գերդաստանի հարստությունը, 1880-ականներից սերնդեսերունդ փոխանցված գոտին։ Հյուսային Սևադայով շատ հաստ, շատ արժեքավոր 1800-ականների դա էր, այդ դրվագը, այդ խառնաշփոթի ու այդ գոտին հետո Երևանում արդեն պարկից անելու դրվագը, ես կարծում եմ, որ մինչև կյանքիս վերջ հիշողությանս մեջ դաջված է լինելու։ Երևանում սրբորեն էին պահում գոտին մինչև 90-ականների վերջ, երբ մի օր Ռուսաստան գնալիս ռուսները հասկանալով, որ գերթանկարժեք իր է, մոր ձեռքից վերցրել էին։ Տատիկս, որ մի քանի տարի առաջ մահացավ, մինչև վերջ մայրիկին չէր կարողանում ներեր, անդադ այդ գոտու մասին խոսում էր ու մայրիկս էլ մինչև հիմա չի կարողանում ների։ Էլենը փոքր էր այդ ժամանակ չէր հասկանում, հետո մայրը բարեկամները պատմեցին այն գազանության մասին, որ ադրբեջանցիներն արել էին հայրենի Մարաղայում 1992-ի ապրիլի 10-ին։ Մաղալով մարդ էին մորթել, սղոցել, կտրատել հայերի մարմիններ, այրել, աչքերը հանել։ 50 տղամարդու կնոջ երեխայի սպանել էին, 59 էլ գերի էին տարել, այդ թվում 9 երեխայի։ Այդ ժամանակաշրջանում եղել են մասսայական սպանություններ, բռնաբարություններ, ընդ որում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կարծես ցեղասպանության տարիներն էին նմանակում, հղի կանանց էին սպանում, երեխաներին այդպես հանում էին։ Էլենենք այդպես էլ լուր չեն ունեցել իր մեծ բաբոյի մոր տատի մասին։ Մենք մարմինը չեն գտել, բայց ականատեսներն ասում են, որ մեծ տատիկը մորթված է եղել։ Աղոտ հիշում է, որ մեծ բաբոյի հագին միշտ տարազ էր, հայկական զարդանախշերը նրանից անպակաս էին։ Այդ իրենց բաբոյական, որ իրականում հիմա որ նայում եմ տարազային էր, այդ կանաչա որթան կարմիրախառնուրդի գույներով, միշտ իր այդ գոտի ուներ, Զանգեզուրի գոտի, այդ գոտուց հետո ինձ հետագայում սկեսրարից նվիրեց, ես հասկացա, որ դա Արցախի գոտին է, փոքրիկ բոժոժներով։ Արցախյան ոգին հայկականը չմոռանալու համար Էլենը ստեղծել է Նարեկածինը, բրենդ, որ մաքրամաքուր հայկական նախշերով է, արծաթյա իրեր, որ պատմություն ունեն։ Ինքը հիմա տարբեր խանութներում տեսնում է Թուրքիայում ստեղծված զարդեր, որ հայկականի անվան տակ վաճառվում են մեր երկրում։ Իրենք շատ լավ ուսումնասիրել են մեր մարկետը եւ անգամ Տիգրան Մեծի կոպեկներով պատրաստում են զարդեր, ուղարկում են այստեղ ու մենք անտեղյակությունից գնում ենք զարդեր, որոնք հայկական չեն, թուրքական արտադրության են։ Էլենը չգիտի, ուրախանա թե տխրի, որ Արցախը կորցնելուց հետո ավելի շատ են արցախյան զարդանախշերով իրեր գնում։ Ինձ միշտ ասում են պատերազմից հետո երևի վաճառքը ընկավ, չէ, մենք իրոք ազգ ենք, որին ավելի հեշտ է ունենալ Արցախից մի դետալ ու ասել, որ սա Արցախից է։ Ավելի հեշտ է Մասիսի նկարը կախել եւ երազել Մասիսի մասին, քան շատ դեպքերում գործողություններով հետ գնալ։ Գայանա Մովսիսյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։